Բարև ձեզ մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում եւ առաջիկա Կիրակի օրը Փաշինյանը շարունակելու է իր այս արշավը ըստ էության գնալ Հովանավանք նորից պատարագի, բայց նաեւ մենք երեք տեսանք, թե ինչ կոշտ ըստ էության ապտակ հասցրեց Մայրաթորը իդեմս վեհափառի այս իշխանությունների կողմից իրականացվող քայլերին, մասնավորապես ընդգծելով, որ Հովանավանքում տեղի ունեցել սրբապիղծ բեմականացում եւ բռնազավթված է Հովանավանքը եւ որի հետևանքով խեղաթյուրված է տեղում ծառայության նշանակված քահանաների աշխատանքը, եթե կարելի է այսպես ասել, խնդրեմ այս մասով ձեր խոսքը։ Մանուել։ Ահա, շնորհակալություն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները հայտարարում են, որ իրենք եկել են, չգիտեմ, կաթողիկոսի դեմ են պայքարում եւ այլն եւ այլն, իրենք եթե խոսում են ինչ որ այո, գուցե եկեղեցու մեջ որոշ խնդիրներ գտնեն, չէ՞ որ չարը, նեղը, սատանան փորձում է այդ խնդիրներով ժողովրդին մոլորեցնել, որտեղ խնդրեմ չկա։ Բնականաբար եկեղեցում էլ կարող են խնդիրներ լինել, քահանաների մեջ էլ, հոգևորականների մեջ էլ ինչ որ բան ինքը փորձում է ցույց տա, բայց ամբողջ խնդրեմը որն է, որ ինքը հրաման ունի, պետք է ժողովրդի հետ ազնիվ խոսի եւ ասի, որ իրենց Թուրքիայից հրամայել են, որ դուրս գա կաթողիկոսի դեմ։ Քանի որ ինքը բավարարում է Ալիևի պահանջները, ինքը դրա համար է դուրս եկել եկեղեցու դեմ, այնց չի իրան այսօր քաղաքականապես այդքան ձեռնտու է դուրս գալ եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին շատ լուրջ հզոր կառույց է, եւ ինքը ստիպված է դուրս եկել, ինքը պետք է դուրս գա, որովհետև ինքը դրա համար է բերվել։ Իրա տերերը իրեն այդ հրամանը տվել են եւ մեր ժողովուրդը պիտի որ հասկանա, որ նա հրաման է կատարում, ինչպես որ հրամանով դրել են մեր բանակը, կրճատում են զինվորի ծառայությունը, կրճատում են գեներալիտետը, ասում է որ դա անհնար է, հիմիկվա ներկայիս գործող բանակի գեներալիտետի մեծ մասը գրում են սրան, որ չի լինի ընկեր ջան, դու ոնց ես կամ բանակ կրճատում, այ ոչխար, երբ որ քո սահմանները պարզ տրամաբանություն եմ ասում, մի քանի անգամ մեծացրել ես պատերազմից հետո, երբ որ մենք ծառայում էինք, դեռ այդ ժամանակ մենք զինվորի խնդիր ունեինք։ Այդ դու այդ ինչ ֆինդու վլուշկեք արեցիր, որ այսօր դու այդքան տարածքները բա ոնց ես հսկելու։ Բայց չէ ինքը կրճատում է, որտեղ էլի Ալիևի կողմից կոնկրետ իրան ցուցում ու պահանջ կա։ Եվ սա նրա հետևանքն է, որ 2021-ին ասում ենք սիրելի ժողովուրդ ջան, ընտրում ենք ձեզ, պարտված ղեկավարին քվե մի տվեք, դա չարիք է։ Ալիևի առաջ ծնկի եկած, ստորացած, նսեմացած ղեկավարին պետք չի ուղակի տալ այդ քվեն։ Եվ այո, իրենք շարունակելու են իրենց գործողությունները, իրենց արշավները եկեղեցու դեմ, որի արդյունքում ես չգիտեմ ինչ են հասնելու, ինչ են ավիրելու, ինչ են քանդելու, բայց մի բան հստակ գիտեմ, եկեղեցին մի անձով չի պայմանավորված, մի հոգևորականով չի։ Եկեղեցին ունի դարերի պատմություն, երբ որ մենք չենք ունեցել պետականություն, այդ եկեղեցով մենք մնացել ենք հայ եւ այսօր կանք որպես հայ ու աշխարհը մեզ ճանաչում է հայ։ Բազմաթիվ կաթողիկոսներ են եկել գնացել, բազմաթիվ հոգևորականներ են եկել ապրել, մեկը իր գործը շատ լավ արել, մեկը մի քիչ վատ արել, անցի գնացել, բայց մեր եկեղեցին կա, մնացել է ու պիտի մնա։ Ու իրենք եկեղեցին առաջնորդվում է եկեղեցու օրենքներով։ Մենք որպես հավաքական մի ազգ Աստծուն ներկայանալու համար ունենք մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր կրոնը։ Եվ այդ կրոնը ունի իր օրենքներն ու կանոնները։ Եվ սա Աստծո համար ընդունելի է, որպես հայ, մենք հայ առաքելական եկեղեցու միջով ենք պաշտոնապես ներկայանում Աստծուն։ Ես որպես Մանուել կարամ Աստծուն տանը աղոթեմ, տարբեր տեղեր աղոթեմ, չգիտեմ, տարբեր ձևի աղոթեմ, բայց մենք որպես ազգ միասնական, մենք մեր եկեղեցու միջոցով պետքա դիմենք Աստծուն։ Սա է ամբողջ խնդրեմը, որ այս նրբությունը մենք բոլորս պետքա հասկանանք այս տարբերությունը։
Եվ մենք այսօր չպետք է թողենք մեր խորհրդանիշը, մեր հենասյուներից մեկը, մեր ամենակարևոր հենասյունը ջարդեն։ Մեր հոգևոր հենասյունը եթե ջարդեցին, մենք էլ ազգ չենք համարվի, սիրելի հայրենակիցներ։ Լինենք տարբեր ցեղերի պես մի, չգիտեմ, ոչ երբ որ իրենք խոսում են պետությունից, պետականությունից, որ հայ ազգի պետականությանը ով դեմ լինի, այս կանենք, այն կանենք, դեզանից մեծ թշնամի հայ ազգի պետությանն ու պետականությանը, երբ որ բոլորը գիտեն, որ պետականության գլխավոր սյուներից մեկը դա եկեղեցին է։ Դուք բանակը քանդեցիք, ավիրեցիք, կրճատում եք, սպանեցիք հզոր հրամանատարներին, հիմա եկել եք կպել եք եկեղեցուն։ Ով է այսօր հայ ազգի պետության ու պետականության թշնամին։ Լինելով դուք թուրքի գործակալ, բացահայտ ընդունում եք դուք ձեր շատ թիմակիցներ, ընդունում եք, որ դուք թուրք եք, թուրքի գործակալ, դուք ընդունում եք, հասկանում եք, չեք էլ հերքում։ Դուք եկել եք նրան ուրիշին մեղադրում եք, չգիտեմ, նրա գործակալ լինելու մեջ, մեղադրում եք, չգիտեմ, ինչերի մեջ, դուք եք դա։ Դուք խոսում եք այն ինչը որ դուք եք։ Եվ դուք այսօր կատարում եք բացահայտ Ալիևի պահանջ եք բավարարում, ժողովրդի աչքի առաջ է փոս կարտարանալ, թե հանում եք հայ ժողովրդի համար։ Միթե այսքան ապուշ է մեր ազգը, դուք ապուշի տեղ եք դրե հայ ազգին։ Դուք եք ապուշը, նորից եմ կրկնում, հայ ազգը շատ խելացի է, շատ իմաստուն է ու ինքը հասկանում է։ Այո, դուք կարողացել եք խաբեք ժողովրդին, բայց ձեր հեռանալու ժամանակը եկել է ու դուք պիտի գնաք, դուք չարիք եք, դուք աղետ եք բերում մեր ազգի գլխին, դուք սրտիկ սենց անում, ոնց անում, կապիկը, ասենք քեզ ինչ կա միլիարդները դրել ես տակը, ինքնաթիռով ճռիկ վռիկ ես տեղ են տեղ, լափում եք ձեր թիմով ման եք գալի, ժողովրդի փողերով քեֆ եք կանում, հա, այն խեղճ վարքերի տակ ճռռացող քաղաքացուն ուզում է ժպտա սրտի կարա, սոված այդ մարդը չգիտի իր վարկը, պարտքը ոնց պետք է փակի, որտեղ պետք է աշխատի, ոնց պետք է ապրի, ելնում ես կապիկ ցինիկի պես առավոտ սրտիկ մի արա, աշխատատեղ ստեղծի, մարդկանց թոշակները բարձրացրու նպաստներ, կապիկություն ես անում, ասում ես սրտիկ արեք, որ երջանիկ լինեք։ Դե սոված վեր ենգի մի երկու հաց մի կեր, ես քեզ սրտիկ արա ու ապրի, ինչես ամեն ուտելուց հետ նստում լափում ես տոնաներով, բա ինչի սրտիկով չես ապրում, բայց ժողովրդին ոնց ես ասում, սրտիկ անենք, ապրենք։ Մարդիկ պետք է ապրեն։ Մարդիկ երեխեք ունեն, մարդիկ երեխեքին դպրոց են ուղարկում, համալսարան են ուղարկում, մարդիկ գումար է մարդկանց, պետք որ կարողանան ապրեն, դու հասկանում ես, ոչխար, քո ոտները գետից կտրվել է, որտեղ դու էլ չգիտես դա ինչ է։ Դու չգիտես այն չարքաշ կյանքով ապրող քաղաքացին ինչ ազգում, ինչերի մեջ է։ Դու չգիտես քո բանկերի պատճառով, վարկերի տակ ճռռացող քաղաքացուն ինչ են այսօր անում։ Քեզ ինչ պետք է։ Սովածի պես միլիարդները եկաք դիզեցիք մի քանի տարում սաղ թիմով ձեր տակը վեր ընկաք, մի հատ ժողովրդից ժպտացեք կապրեք, ժպտացեք երջանիկ կլինեք, ժպտացեք որ երջանիկ լինեք։ Դե դուք ժպտացեք, ասում եք ժողովրդի համար հեծի գլխավոր տնօրենությունը ներկայացնում է, որ հոսանքի գինը իջացնենք։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը չեն համաձայնվում։ Ինչի որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այդ իջեցումը հայ ժողովուրդը պիտի օգտվի, եթե հոսանքի գինը իջնի։ Բացառապես իջեցումը կատարվելու է Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Այո, իրենց պետք չի, իրենք չեն ուզում որ այդ փողերը գնա ժողովրդին։ Իրենք ուզում են իրենց գնա, հասկանում եք, իրենց ԿՊ-ին, Նիկոլ ամեն արժույթի բաժինը Նիկոլին, իր կնոջը, այն փշրանքներն էլ այն տակի թուլեքին։ Այն Ալեննա, մյուսնա, այն Միրզոյանա, sense նրանք էլ ամեն մեկը մի բան բռնել են փշրանք։ Նիկոլի համեմատ էլի փշրանք, իսկ հայ ժողովրդի համեմատ այդ միլիարդներ, այն հասարակ քաղաքացու ստացած աշխատավարձի համեմատ եւ այո ժողովուրդ ջան, դուք ինձ թվում է պետք է որ հասկացած լինեք, որ սրանք բացի իրանց փորի, իրանց աթոռի, իրանց խմբային շահից բացի ուրիշ շահ չունեն, իրանց չի հետաքրքրում պետություն, պետության սահմաններ, այն ինչ որ բաներ, որ ինչ որտեղ է սանտրություն ասես, կապիկություն են անում, թե գործ են անում, ասֆալտ են անում, դու գիտեք այդ ասֆալտի մեջ իրանք ինչքան փող են աշխատել։ Դրսից մարդիկ ներդրումներ են արել, իրանք են այդ փողերը աշխատել։ Իրանք բերել են փշրանքները, ինչ որ ծախսել են, ինչ որ բաներ արել են ու առավոտից իրիկուն այդ փշրանքների մասին է խոսացել, բայց մեր պետությունը, որը 7 միլիարդ արտաքին պարտք է իր վրա ավելացրել, հիմա պետք է Սինգապուրից ավելի գեղեցիկ երկիր լիներ, քաղաք լիներ։
Հասկանում եք, հələ մտեք մեր քաղաքները, մեր գյուղերը, մեր երկիրը ընդհանուր նայեք։ Ու իրանք ասում են, մենք առավոտից իրիկուն մի հատ ստից բան են անում, ոնց որ իրանք հոր տնից են բերել այդ փողերը, մի հատ էլ ուզում են Սամվել Կարապետյանի հետ գործով մրցվեն։ Իրանք պետությունով գործ են անում, ներկայացնում են թե Սամվել Կարապետյանը անձ բարեգործ, որը կարա չանի, պարտավոր չի անելու։ Եկել են դրել են հավասարը, ասում են, այ այն լալոշ մի հատ պատգամավոր ունեն, խոսալ էլ չգիտի։ Կանոնում ասում, Գեղարքունիքի մասում Սամվել Կարապետյանը բան չի արել, ներդրում չի արել։ Ոչինչ, քեզ ով ասի, որ Սամվել Կարապետյանը բաշխի պարտավոր է էդի անի, քեզ էդ ով է ասի։ Գնացեք ձեր օլիգարխներին հլա ասեք թող անեն։ Այդ ինչ եք եկել Սամվել Կարապետյանի վրա մունատ հարակյալ գալիս։ Այդ մարդը ոչ պետական պաշտոն է զբաղեցրել ձեր պես։ Ոչ մի բան չի եղել, դուք ինչ եք եկել այդ մարդուց ինչ եք դուք ուզում, արա։ Այդ էլի մարդիկ դերին փաստերով ապացուցին, որ ստում է այդ լակոտը։ Ցույց տվեցին ինչ գյուղա մարդը ինչքան տուն է կառուցել Գեղարքունիքի մարզում։ Եվ իրա ասացից ներողություն չխնդրեց անգամ, որտեղ Նիկոլի պես ստոր են, իրանց խոսքի տեղ տաղեն տղամարդը չեն։ Բան են ասում, անպատասխանատու հայտարարություններ են անում, անգամ սխալվում են, անգամ փաստերով ապացուցում են, էլի, ասում են 8 անգամ ներողություն կխնդրեն, բա լալոշ, լբրոտ բերան, կեղտոտ դեմքով, լակոտ, բա ինչի չես խնդրում։ Թե մենակ ձերը գնաք այդ կամերաների առաջ մեծ խոսակ տակը մնաք։ Եվ այս ժողովուրդը պետք է տենա, այս ամեն ինչը պետք է տենա ու հասկանա ում հետ են համեմատում։ Իրենք կյանքում ոչինչ չունեն արած, ոչինչ չունեն ստեղծած, բացառապես հարստացել են ու ունեն միմիայն իշխանություն գալուց հետո բոլորի կենսագրությունը կառաջին օրը հիշում եք ազգային ժողովում Միրզոյանը վարկը չէր կարող փակել, Քասախի տունը գնացեք Միրզոյանի, նայեք այն մնացած տակերը ինչ կա չկա, էդի հլա իշխանափոխությունից հետո կտենաք ով ինչքան է թալանը ինչեր են արել։ Ժողովուրդը շատ բան կտենա։ Հա, ինչ սովված, ասում եմ, իրանց վարկերը չէին կարող փակեն, բայց իշխանափոխությունից հետո մարդիկ գնացեք տեսեք ինչի տեր են դառել։ Լավ, էլի հասկացանք պետական պաշտոնյաներ եք, բարձր աշխատավարձ ստանայք, չգիտեմ ինչ որ բաներ, նրանց նախկին մատնացույց անելով ստոր սրիկաների պես եկաք նստակ, նախկինները նայում են, զարմանում են։ Ասում են, խի սենց կարելի է, ասենք ուտելուն էլ ձև կա։ Դուք ոնց սեղանի վրա եք անկուշտի պես ուտում, ժողովրդի մասին вообще չեք մտածում, ոչ մի բան չեք անում։ Ժողովուրդը, ես անընդհատ ժողովրդի հետ շփում եմ, մարդիկ ասում են, գրողին ասում է, էլի ուտեին ասում է, բայց այս երեխեքին խի սպանին, այս Արցախը խի հանձնեցին, երկիրը խի են ասենց քաոսի վերածում։ Մարդիկ այն տիպի են հոգնի, որ ասում են, այն տիպի են մարդկանց անենց տեղ են հարցրել, որ այս խեղ ժողովուրդը արդեն չգիտի, այն որ իրանց ուտելուն էլ չի նայում, հասկանում ես։ Իրա ասում եք, գոնե մեր անվտանգությունը ապահովին նորմալ, մենք կարանանք մեր մի կտոր հացով ապրենք, գրողին լինի, իրանց տված իրանց մենակ թող չքանդեն, չհավիրեն, այս նրան են հասցրել Հայաստանը։ Տեղ են բերել հասցրել մեր երկիրը, հասկանում եք։ Մի հատ էլ ասում են ժողովրդի դեմքին ժպիտ է եկել։ Երբ որ իրանք ՔՊ-ի մեջ են, մենակ ՔՊ-ականներով ոչ սրբություն ունեն, ոչ հիշողություն ունեն, լապում ժպտում ման են գալիս, իրանք չեն գնում եռաբլուրներ, չեն տեսնում տնկի եկած մխկտացող մայրերի արցունքները, էդի երևի այդ է ՔՊ-ի ու թուրքերի ժպիտն առաջացրել։ Երբ որ ասում են ժողովուրդ, ինձ թվում է նկատի ունեն ՔՊ-ին ու իրանց փոքրիկ խմբակին։ Այո, ձեր դեմքին ժպիտ է եկել։ Դուք այս ինչ է, այս կոստյումը, որ հագնում եք, դուք ով եք դառնում, արա, սրա եղածն ինչ է, դուք պաշտոնը որ ստանում եք, ոնց եք ուրանում, ձեր ապրածը, ձեր անցածը։ Խի սրանով է որոշվում մարդու կյանքն ու ամեն ինչը։ Խի մարդու հոգին, դրածը, արածը, դուք եկել եք այսօր պղծում եք մարդկանց գործեր, դուք եկել եք այսօր մարդկանց վաստակ եք պղծում, մարդկանց արածներ եք պղծում, դուք եկեղեցի եք պղծում, դուք գիտեք, դուք պատասխանատվության առաջ ինչ որ չի կանգնել, դուք եկեք այդ իշխանությունը հավերժ է։ Որովհետև էլ պատասխան եք տալու այդ կոստյումով ու այդ բաներով չի, որ դուք լավ տղա եք դառնալու, դες հարգելու են, սիրելու են, այդ պաշտոնը այսօր կա, վաղը չկա։ Մարդուն իր ապրած կյանքով ու արածով են հարգում ու սիրում։ Այ երբ որ դուք պաշտոնից դուրս գա, այդ ժամանակ մենք կտեսնենք դուք ով եք այս ժողովրդու այս ազգի մեջ։
Այսօր շատ մարդիկ որ ձեզ քցնում են ձեր պաշտոնների ու ձեր փողերի ու ձեր վլաստի համար, դա դուք չեք, դա ձեր ապրածը չի։ Դա այդ քցնող շահամոլ տեսակն է, որը ձեզ քցնում է դրա համար։ Ես Նիկոլին իր ԿՊ-ով, Նիկոլը քանի որ անդարտ կորած է, իր այն տակի լակոտ լուկուտներին դա եմ ուզում ասել։ Մի գոնե եկեղեցու հետ կապված այդ կարմիր գծերը մի անցեք, դուք չեք ներվելու։ Չեք ներվելու դարեդար, անիծված եք լինելու ձեր 7 պորտերով։ Դուք չգիտեք եկեղեցին, հայ առաքելական մեր սուրբ եկեղեցին ինչ զորություն ու ինչ ուժ ունի։ Դուք չգիտեք ինչ խաչի դեմ եք դուրս եկել։ Ու ձեզ ինքնախապեյությամբ, թե դուք գնում եք, ընդ մի հատ կարկալույց եղած արդեն քահանա եք ճարել, այն հուդա դավաճանին, գնում եք դրա դեմ չոքում եք, ինչ որ իբր եկեղեցական կարգեր եք, պղծություն եք անում։ Հասկանում եք, նա դավաճանել է Իրանից առաջ, նա գայթակղվել է, ուզում է, չգիտեմ, ամենացածր կոչումին է, ուզում է կաթողիկոս դառնա, սրանով է գայթակղվել։ Ու Իրանից առաջ ինչքան վաստակ ունեցող հոգևորներ կան, տարիներով, ինչերի միջով են անցել, վաստակել են այդ ամեն ինչը։ Ժանք, եկել են մի հատ եսիմ ու տվել են դոզա, որ այո, վարչապետը քեզ կաթողիկոս կդարձնի։ Լավ, եթե քո ժողովուրդը քեզ չի ընդունում, դու հասկանում ես, դու դա էլ իշխանության պես չի, որ եկե վերանգե, դու եթե հոգևորական եղար ու ընդունված չեղար, գոնե ժողովրդիդ մեծամասնության, դու ոնց կարաս, դու քո խոսալու ոճը, քո արտահայտած բաները, կաթողիկոսը կին ունի, գնացել ես ձեռքն ես համբուրել այդ կաթողիկոսի, խնդրել ես իրանից, որ քեզ օծի, հետո հելել ես։ Դու աշխարհիկ մարդ էլ չես, որ ասենք աշխարհիկ է խոսում է, շատ դու հոգևոր կյանքի մեջ մտած մարդ ես, այդքանը իմանալով հանդերձ հուդա ես դու։ Բա որ կին ունի, բա որ լեգիտիմ չի, ուր է ձեռքը համբուրում, նկարները կա։ Այսինքն դու ինքդ քո դեմ ես դուրս եկել, ոչխար։ Դու էլ չես հասկանում սատանան քեզ ինչ ա։ Եվ այո, ժողովուրդ ջան, դուք պետք է հասկանաք, որ ձեր հոգևոր աշխարհը, ձեր սուրբ եկեղեցին, ձեր սրբությունն է, այն միակ մաքուր տեղն է մնացել, որտեղ պետք է գնաք, մաքրվեք, այս կեղտոտ աշխարհի մեջ ամենուրեք պղծություն է։ Ձեզ ուզում է սատանան անջատի Աստծուց եւ Աստծո տնից, պղծի ձեզ։ Մի տրվեք այս սադրանքներին, ուղղակի ես ձեզ խնդրում եմ, մի տրվեք սատանայի սադրանքներին, ձեր հոգին էլ է մաքրել պետք, ինչպես ձեր հագուստը, ձեր մարմինը, այդպես պետք է նաև ձեր հոգու մաքրություն, իսկ որ դուք ձեր հոգու մաքրության այդ միջոցը ջարդում եք, պղծում եք, փչացնում եք, դուք հոգով կդառնաք, կկորչեք մեղքերի մեջ, կխեղդվեք մեղքերի մեջ եւ փրկություն չի լինի, հոգու փրկություն չի լինի։ Ընդամենը սա եմ ես ձեզ ասում։ Երբեք դուրս մի արեք եկեղեցու դեմ։ Մենք տեսնում ենք, որ իրականում այս իրավիճակը, որ հասցվել է երկիրը ամբողջությամբ եւ ոչ միայն անվտանգային խնդիրները հաշվի առնելով, նաեւ երկրի ներսում մենք անդադ ականատես ենք լինում մահեր, սպանություններ, դանակահարություններ, երեխաներ են կորում։ Օրինակ երեք իր Instagram-ի էջում Ալեն Սիմոնյանը տեսանյութեր է հրապարակել, դիջեյություն է անում ակումբում։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ Տեսեք, երբ որ ղեկավարությունը անլուրջ է, անպատասխանատու է, ցինիկ է, հասկանում եք, մարդկային կյանքերը հումորի է տալիս, անցնում առաջ, աղետները, պատերազմները եւ այս կլոուն կապիկ անլուրջ ղեկավարության արդյունքում տառապելու է ժողովուրդը, մարդիկ, իրենք դա դեռ չեն ղեկավար կազմը, փողերի մեջ, պաշտոնների մեջ, կյանք են անում, մի օր դիջեյություն կանեն, մի օր, չգիտեմ, որտեղ ուզեն կմնան, իրանց առաջ այսօր դռները բաց է։ Այսինքն կա այդ իշխանությունը, ոնց ուզում տենց անում են։ Էլ չունեն պատասխանատվություն, որ պատասխանատու ենք այսքան ժողովրդի համար, այս անմեղ երեխաների համար, որ դուրս են գալիս փողոց, չեն նայում այդ ժողովրդին ու չեն զգում իրանց որպես պատասխանատու այդ մարդկանց կյանքերի համար, որպես առաջնորդ, չեն պատկերացնում, չեն զգում
ժողովրդի առաջ այդ պատասխանատվությունը, որտեղ կյանքում չեն ապրել, որևիցե բան չեն վերցրել իրենց ուսերին, անգամ մի երկու կենդանի երևի դրանք չեն պահել իրենց կյանքում, որ այդ կենդանու հացի ջրի պատասխանատվությունը վերցրած լինեն իրենց վրա, ու զգան, օրինակ մի կենդանի որ պահում ես, դու այդ մի կենդանու առաջ արդեն պատասխանատու ես իրեն նորմալ պահելու։ Մի ամբողջ ազգի առաջ պատասխանատվություն են վերցրել, բայց այդ պատասխանատվությունը չեն անում, դրա համար այս վիճակն է։ Եվ այո, չարը, նեռը մտել է ու ամենուրեք քանդում է, պղծում է, սպանությունները, մեկը մյուսի հանդեպ ատելությունները, չարությունը լցրել է 7 տարի շարունակ, չարը իր բերանով ամեն օր լցվում է։ Եվ այսօր չարը սրտի կա ցույց տալիս գայթակղելու համար ժողովրդին, որ վաղը ավելի մեծ չարություն բերի այդ ժողովրդի գլխին։ Եվ դուք հիշում եք 2018-ին էլ նա էլի սիրո, հանդուրժողականության, համերաշխության, խոնարհվում եմ, ձեր ոտներն են պաչում, ես եմ անում եմ, սենց ընենց իրան զոհաբերողի տեղ դրել, բայց եկավ Իրանից ու իրանցից ոչ մեկ չզոհաբերվեց։ Զոհաբերեց ուրիշներին, ուրիշների երեխեքին։ Ոչ իր երեխեն զոհաբերվեց, ոչ ինքը զոհաբերվեց հանուն հայրենիքի, ոչ ինքը դարավ հաշմանդամ, ոչ իր երեխեն, ոչ իր մտերիմները։ Եվ այս սատանան այսօր այո դեպի փորձում է սիրո անվան տակ գայթակղել ու տանել նոր արկածախնդրության, նոր կործանման, նոր աղետի։ Եվ այո նա ոչի գալու ասի ես սատանան եմ, ես ձեզ ատում եմ, ես ձեզ չեմ սիրում, ես ձեր այրումն եմ ուզում, այդպես որ ասի ոչ է գնա իրան քվետակ, բնականաբար ինքը պետք է գա Աստծո խոսքը մեջ բերի ինչ որ միտեղ, Աստծո անունից խոսա, որ ինքը Աստծո ընտրյալ է, որ ինքը Աստծո հետ կապ ունի, հասկանում եք, որ սիրում է, որ իր մեջ է սերը, բայց մարդու ռոժին նայելու դեմքի արտահայտությանը, միմիկաների, հասկանում եք, դու պետք է հասկանաս, սա ինչքանով կապ ունի, նրա ապրած կյանքի, նրա ուտելուց սկսած, պետք է նայես, դու հասկանաս, սա Աստծո հետ կապ ունի ընդհանրապես, սրա ֆիզիոնոմիայի, սրա գլխի ականջների, սրա գրած գրքի, սրա մտքերի, սրա արտահայտած բառերը, սա Աստծո հետ ինչքանով կապ ունի, թե չունի։ Սա ձեզ պետք է օգնի, որ հասկանաք, ով կապ ունի Աստծո հետ, ով կապ չունի։ Ասենք բոլորն էլ ասում են մենք Աստծո հետ կապ ունենք։ Բոլորը։ Հատկապես սատանայի ճորտերը, սատանայի ներրեցարաները բնականաբար պետք է ասեն, սիրում ենք, լավ սրտիկներ ասենց անի, կապիկություն է, անլուրջ, ասենք, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը իրոք զզվել է արդեն այս անլուրջ իրավիճակից, ամենուրեք երբ որ խոսում ես մարդկանց հետ, մարդիկ լուրջ ղեկավար են ցանկանում, լուրջ, կայուն, իր խոսքի տերը, համարձակ, ճշտախոս եւ ազնիվ ղեկավար։ Ու իրոք ժողովրդին ինչ որտեղ սրտացավ ժողովրդի մասին մտածող ղեկավար են մարդիկ ուզում այսօր։ Ոչ թե կապիկներ, շոումեններ, դերասան, կլոնություն անող, դերասանություն եք ուզում գնացեք այս սերիալների մեջ նկարվեք։ Գնացեք կարգին հաղորդում բացեք նոր ընկեր ջան, մեր երկիրը, մեր ազգը, մեր զինվորները ձեր համար բան չեն, կինո չեն որ տանում սպանում կինոներ եք նկարվում մեջ, արա։ Դուք չեք հասկանում մարդիկ ինչեր են զգում, ինչ տառապանքների մեջ են։ Որ մտնեք պատերազմի դաշտ, կհասկանայիք ձեր կինոների, ձեր շոուների, ձեր քաղաքական կապիկությունների պատճառով մարդը, զինվորը ինչերի միջով անցել, դովածի ծնողն ինչ տառապանքների միջով, դիահերձարանների դիմաց հետ կանգնած ծնողներն ինչեր են զգացել, չեք զգացել, դրա համար շոուով եք զբաղվում, դառնությունը, կյանքի ծանրությունը, կյանքում ձեր մաշկի վրա չեք զգացել, ու դարել եք օթից իշխանություն, նստել եք աթոռների, գիտեք, թե կյանքում ամեն ինչ այտենց հեշտ տրվում է, ու դուք էլ հեշտ վայելելու եք, ու այտենց հեշտ անցնելու է գնա։ Ոչ, բոլորդ պատասխան եք տալու, բոլորդ առանց բացառության։ Եվ նաև ըստ էության հենց նոր ճեպազորիցի ժամանակ ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը ասում է ժողովուրդ պատրաստ եղեք
ադրբեջանական պատվիրակությունները գալու են Հայաստան, մենք գնալու ենք Ադրբեջան։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, եւ մենք տեսանք, թե ինչպես Նատանյահուն Թրամփի չակերտավոր խաղաղության թուղթը ուղղակի դարձրեց օգտագործված զուգարանի թուղթ, եւ ինչ ակնկալիքներ ունեն, թե եւ ինչ սպասենք, թե ինչ է անելու նույն Ալիևը նույն այդ Թրամփի զուգարանի թղթով Հայաստանի դեմ։ Տեսեք, ես դեռ սկզբում եմ ասել, որ այդ թուղթը ընդամենը ոչ մի ուժ չունի եւ ընդամենը շոու է, ինչպես որ իրենց բոլոր գործողություններն են շոու։ Իսկ Ալիևի գալը, Ադրբեջանի պատվիրակության գալը իրականում Փաշինյանեն աղերսել էին Ալիևին եւ Էրդողանին, որ գային Հայաստան, բայց Ալիևն ու Էրդողանը նախ այդքան համարձակություն չունեն կան Հայաստան։ Երկրորդը դեռ Ալիևի եւ Էրդողանի գալու համար Նիկոլը չի կարողացել բոլոր ընդդիմադիրներին ձերբակալել, նաև մերժման պատճառը կարծում եմ նաև սա է եղել, իսկ այս ձերբակալությունները այս ընթացքում այսպիսի ռեժիմով կարծում եմ նաև դրա համար էր, որ Նիկոլը ցույց տա Ալիևին եւ Էրդողանին, որ բոլոր նրանք, ովքեր ձեզ Հայաստանում չեն սիրում, տեսեք, ծեփում են փոլերին, ասֆալտներին, լցնում են բանտերը, եկեղեցու հարցերն էլ, ով ձեր դեմ ընդդիմանում է, էլի կլուծեն, մենակ դուք եկեք Հայաստան։ Էլի չհաջողվեց նրան համոզել, մերժեցին եւ Ալիևը եւ Էրդողանը Նիկոլենց հրավերը, պատվիրակություն հնարավոր է ուղարկեն եւ օրերս նաեւ տեսակ, որ այն բնապահպաններ հանդիպել, որը Արցախը փակել էր, ակտիվիստներ, գլխավոր կազմակերպիչը, որը Արցախի բլոկադայի ժամանակ կեղծ բնապահպանական շոու էր բեմադրել եւ դա եկել է Հայաստան, հանդիպել է Հայաստանի Բարսաշչյան պաշտոնյաների հետ ու գնացել է։ Եվ այստեղից ազգը պետք է հասկանա, որ Արցախի բլոկադան կազմակերպել էին Ալիևը եւ Փաշինյանը միասին։ Եվ ծրագրված է եղել, եւ սա ես դեռ վաղուց եմ ձեզ ասել, թե ինչի համար է ծրագրված եղել, որպեսզի վերջնականապես Նիկոլը Արցախը հանձնի, ձեռքերը լվանա եւ բարեկամանա Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ռուսներին հանի Հայաստանից, աղբերություն անեն, թուրքերի հետ ապրեն։ Սա է իր ծրագիրը, սա է, որյան ուզում է ֆռային, ուզում է անի, իր վերջնական ծրագիրը սա պիտի լինի։ Նա գնալու է սրան։ Հասկանում եք։ Նա ուզում է բարեկամանա Թուրքի, Արցախը անգամ զոհաբերելա, անու դրա, որ բարեկամանա Թուրքի հետ։ Հիմա էլ այդ գործընթացները օր-օրի փորձում է կյանքի կոչել։ Իրա ռոպագանդաներով Արարատ սարը մոռացեք, Արևմտյան Հայաստանը մոռացեք, թուրքերը թող գան այստեղ, պատվիրակներ թող գան, մենք գնանք այնտեղ, ասենք ֆիկտիվ բարեկամություն։ Փուջիկ, հասկանու եք, բարեկամությունը, երբ որ ինչ որ երկու հոգի կռված են, ասենք ձևական տանում է մեկը ուժի հզորաբան երկուսին ձերծեղմելա տալիս, ելնում սաղին հայտարարում է, տեսակ, ես նրանց բարեկամացրի, այդպես չեն բարեկամացնում։ Մարդկանց այդ երկու սովոր խնդիրներն են, այսինքն Ալիևը եւ Հայաստանը, այդ խնդիրները քանի չի լուծվի խորքային առումով, դու չես կարող իրանց բարեկամացնել։ Այո, Թրամփը իր շոուի համար այնտեղ իր ժողովուրդներին ցույց տալով, որ 30 տարվա հակամարտությունը ես լուծեցի եւ այլն, նա ընդհանրապես այդ ցույց տվեց։ Բայց հələ այդ հարցը լուծված չի, ազգերը այդ խնդրումը ունեն իրար հետ։ Արցախահայությանը զրկել են իր տնից։ Այ երբ որ Թրամփը նորից Արցախահայությանը հետ վերադարձներ, Արցախի ես մի մասով Ստեփանակերտով այն որը կար մինչև նոյեմբերի 9 գոնե վերադարձներ հայերին եւ այս գործընթացն աներ, սա կլիներ փող զիջումային, ինչ որ միտեղ հնարավոր էր հասկանալ, որ Ադրբեջանը գնա զիջումների։ Եվ ինչ որտեղ հայ ազգը կարող է ինչ որ բաներ, ասել դե ինչքան պետք է կռվենք։ Բայց չէ, միայն հայը պետք է զիջի, միայն հային պետք է ցնկի բերեն, միայն հայի հաշվին պետք է լինի այդ ամեն ինչը, որովհետև ունենք խրտվիլա, անողնաշար, կապիկ ղեկավար։ Ումից ենք, ես ոչ մեկի չեմ կարա, ես ոչ Թրամփին կարա մեղադրեմ, Թրամփն իր ծրագրերն ունի, ոչ Պուտինին կարա մեղադրեմ, այն մասն իր ծրագրերն ունի։ Ալիևն է, որպես թշնամի իր ծրագրերն ունի, բնականաբար նա չի զիջելու, չի ասելու հա արեք կտան, ինչի պետք է ասի,
նամանավանդ երբ որ պահանջող չկա, երբ որ այդ իրանց դեմը դնող չկա, երբ որ ասում են մոռացեք ընդդիմությունը այն օրը խորհրդարանում օրենքի նախագիծեր ներկայացրել Արցախի հետ կապ Եվրոպայից հյուրեր ունեին։ Այս մարդիկ ԿՊ-ն դեմ է քվյարկել։ Արցախի հետ կապված ամեն ինչին դեմ ասում Արցախի անուն դաժե մի տվեք, որ տալիս է Էրդողանը ջղայնանում է, Ալիևը ջղա մի տվեք։ Արցախ որ ասում եք Ալիևը ջղայնանում է, մենք է վախենում ենք Ալիևից, այս մարդիկ ուղիղ էս ասում են։ Ասում է Մասիս Արարատ Սարի անունը Մասիսի անուն մի տվեք ընկեր։ Նիկոլը գնում ուղիղ էսա ցույց տա, որ դուք ասում եք Արարատ Սարան, Էրդողան, պապիկը ջղայնանում է վրես։ Ինչ անենք ջղայնանում է, էլի ռադեղի։ Չես եկե վերընկե, վախենում ես տենց Էրդողան պապիկից դու Ալիև ախորից հենեք ռադեղ է կարա Թուրքի, որ ասում եմ Թուրքի փալաս, դուք մտածում եք ես ուղիղ իրանց ուզում եմ վիրավորեմ, դա փաստ է որ նրանք Թուրքի փալասն են ժողովուրդ ջան, նրանք ուղիղ Թուրքի հրամանն են կատարում։ Եվ նորից, չնայած եկեղեցու իրական ապտակին, Կիրակի օրը Փաշինյանը նորից գնալու է։ Ըստ էության ասում են, եթե կարգալույցի, այսպես ասենք, այդ արարողությանը դա ծիսակարգ է վերածում աղանդավորական։ Խնդրեմ ես մասով ձեր խոսքը, միջալոց որտեղ կար դաջվածքով դպիր, կեղծ դպիրը, որը մասնակցում էր այդ ծիսակարգին, պատարակ ուղակի սխալ է ասելը։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը եւ վերջում, որպեսզի ձեզ էլ չընդհատեմ, Եռաբլուրում Սասուն Միքայելյանը ասում էր, եթե Վազգենը ողջ լիներ, կենդանի լիներ, Լեռնային Ղարաբաղի Արցախի հետ տեղի չէր ունենային, ինչ եղի ունեցավ։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը։ Տեսեք, ես ցենց ասեմ, վերջից սկսեմ, որովհետև շատ կարևոր է այդ իմ համար, քանի որ ես այդ ամեն ինչի միջով անցել եմ ու ես մի բան կարամ ասեմ, եթե Վազգենը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարող է գնդակահարված լիներ Վազգենի կողմից, այնտեղ իր եղբայրը անգամ կարող է գնդակահարված լիներ Վազգենի կողմից, այն ինչ որ իրանք հիմա արել են։ Ու շատ քպեականներ Վազգենի կողմից կարող է գնդակահարված լիներ։ Եթե Վազգենը ողջ լիներ ու տենար թե այսօր ԿՊ-ն ինչ է անում, այն ամենի հետ, ինչը որ իր անունն է եղել, իր գործն է եղել, ու ինչով որ սերունդներ են դպրոցներում կրտվել, սերունդները գիտեին, որ սպառապետ Վազգեն Սարգսյան, Վազգենը ապրում էր այդ Արցախով, Վազգենին այո սպանել էին, բայց Վազգենի գործը կար։ Հասկանում եք, գործ, որը անգին էր, գործ, որի համար հազարավոր տղեր կաժուն էին թափել, կյանք էին դրել եւ դրա գլխին կանգնած էր Վազգենը։ Եվ այսօր իրենք Վազգենի գործը դավաճանել են։ Հիմա իրենք ցեխ են շպրտում, ասում են, այս ինչը սա է արել են, դու ինչ գործ ունես ով ինչ արել, դու ասա դու Սասուն Միքայելյան ինչ արեցիր։ Վազգենի հողը ազատագրած հանձնելուց հետո ինչ արեցիր։ Ո՞նց է պատասխան տալու։ Որ Վազգենը լիներ Արցախ չենք հանձնի։ Այո, Վազգենը հենց պատերազմի օրը քեզ էլ, Նիկոլին էլ, բոլորից կդնես կգնդակահարի, ղեկը կվերցներ իր ձեռը, կկռվեր միջև վերջ, չենք հանձնի։ Երևի դա էս նկատի ունեցել։ Վազգենը այդ կաներ։ Ես կարծում եմ, եթե Վազգենը ողջ լիներ, դա կաներ։ Կյանքում Վազգենը թույլ չէր տա, որ Նիկոլին նմանը պատերազմ ղեկավար էր։ Հասկանում եք։ Այդ դրա համար էլ, այո, Արցախը չենք հանձնի։ Շատ ճիշտ է ասել։ Ցավոք սրտի Վազգեն չեղավ։ Այս պատերազմին Մոնթե չեղավ։ Չեղան։ Թե հիմա նոր կծնվեն, նոր կգան, կվերցնեն իշխանություն, կկառավարեն, կհանեն երկիրը աղետից։ Ինչ կլինի, դա միայն Աստծուն է հայտնի։ Իսկ եկեղեցու հետ կապված նորից եմ ասում։ Այն ինչ որ իրենք անում են հրահանգով։ Նրանք ճար չունեն, ուղղակի Նիկոլը չի կարա չանի։ Հասկանում եք, եթե մի մարդ հրաման կատարող է, խամաչիկ է, տենց պետք է լինի։ Հասկանում եք, նա պետք է անի։ Նրա վրա կարմիր գրիչով ճակատին գերել են, ուղարկել են, որ գա անի։ Հասկանում եք, ստրուկ է, պետք է անի։ Էտա
ճար չունի։ Կամ էլ պետք է ինքը իր կյանքի վերջ տա։ Այդ տղամարդկությունը չունի ինքը, որ իր կյանքի վերջ տա։ Ուրեմն պետք է գնա նորից բղծության մեջ։ Ու իրան շատ լավ էլ ընտրել են, գիտեն, որ ինքը այնքան վախկոտ սրիկա է, որ կյանքում ինքը իր կյանքի վերջ չի տա, այլ ուրիշներին կսպանի, երկիրը, անմեղ մարդկանց։ Նիկոլ Փաշինյան, ես հասկանում եմ դու ինչ ուժերի մեջ ես, քո վզից ոնց են պարան այսպես քիփ գցե ու պահում, բայց ինչ ասեմ, դա է եղել ձեր ճանապարհը, դուք եք ընտրել այդ ճանապարհը, ձեզ ոչ ոք չի ստիպել, հանուն իշխանության փողի ունես, ոչխար, ուրիշները միլիարդներ են ծախսում, որ իրենց անունը, պատիվը, հասիբը պահեն, դու քո անունը, քո այդ ձեռք բերածը, որ ինչ որ մի պահ 18 թվին օդից ընկել էր գրպանը, դրից ծախիր փողի դիմա, վաճառեցիր, հիմա ինչ ես բողոքում։ Փողը ստացար, ունես, չէ՞ միլիարդներ, անունը չունես։ Մենակ քո էջի տակ 100,000-ներով քեզ հայոյում են, ամբողջ ազգը զզվում է, որովհետև դու փողը փոխեցիր արժանապատվության, ճշմարտության, արդարության հետ։ Դու ես փոխել։ Ինձ ինչ ես մեղադրում։ Ժողովրդին ինչ ես մեղադրում։ Դու ես ուզե փող։ Դու ես գնացե փողի հետևից։ Դու ես ասել, որ փողն է որոշողը, որ ամեն ինչ փողով է որոշվում։ Աստված էլ քեզ տալիս լիքը փող, կեր կշտացի։ Ինչ պետք է անես։ Այդ փողերով ինչ պետք է անես։ Վերջը կապրես, կհասկանաս։ Քո ուզածը ինչ ուզել ես, այդ էլ ստացել ես։ Ուզում էիր միլիարդատեր դառնայիր, դու կինդ, ուզում էիք շքեղ տեղեր նստեիք, թռնեիք այստեղ այնտեղ, գնում եք, անում եք, ինչ եք ուզում, արեք, կերեք, իշքան պետք է ուտեք, կեր այդ փորը, իշքան պետք է մեծանա, կեր, իբր ռեմենը տեղ ցույց ես տալիս, նիարել ես, դու չունես այդ կամքը, որ նիարես, դու չունես այդ կամքը, որ քո մարմինը բերես ընդհանուր ճիշտ վիճակի, դու ոնց կարաս այդ քանդված երկիրը բերես ճիշտ վիճակի, ուղղակի ժողովուրդը թող մտածի եւ վերլուծի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։